Դատավարություններ, սկանդալային հայտարարություններ, հեղինական իրավունքների համար պայքար, դավադրության տեսություններ եւ մի խումբ, որի բաժանման իրական պատճառների մասին մինչ այսօր վեճեր են լինում։ Արդյոք նրանք բաժանվեցին փողի պատճառով, թե դա ստեղծագործական բախում էր։ Ով էր իրականում վերահսկում նրանց երաժշտությունը եւ ինչու այդ պայքարը փոխեց ամբողջ երաժշտական աշխարհը։ Նրանք ստեղծեցին համաշխարհային հիթեր, դասական դարձած ալբոմներ, համերգներ, որոնք սահմանեցին նոր չափանիշներ եւ երգեր, որոնք մինչ այսօր հնչում են ամենուր։ Այսօր խոսելու ենք մի խմբի մասին, որի պատմությունը մինչ այսօր ամբողջությամբ փակված չի համարվում։ Դա Beatles-ն է։ 1950-ականներին Լիվերպուլը աշխատավորական նավահանգստային քաղաք էր, ինչը էլ ավելի էր հեշտացնում աշխարհի հետ կապը։ Այստեղ ավելի շուտ էին հասնում նորաձևությունը, ձայնապնակները, ամերիկյան երգերը, անգամ երաժշտական գործիքները։ Լիվերպուլը շատ արագ սկսեց լսել այն, ինչ Բրիտանիայի այլ քաղաքներում դեռ նոր էին բացահայտում։ Երաժշտական կյանքը քաղաքի համար պարզապես զվարճանք չէր, դա աղմկոտ քաղաքի իրականությունից դուրս գալու հնարավորություն էր։ Երիտասարդները ցանկանում էին լսելի դարձնել իրենց ձայնը։ Այս շրջանում Բրիտանիայում լայն տարածում էր գտնում սքիֆլ ժանրը, որը շատ պարզ երաժշտություն է, ժողովրդական երգերի, բլյուզի ու ջազի խառնուրդով։ Այն հնարավոր էր նվագել նույնիսկ ինքնաշեն գործիքներով։ Այս ժանրի շնորհիվ ստեղծվեցին բազմաթիվ խմբեր, որոնցից մեկը 16-ամյա Ջոն Լենոնի The Quarrymen խումբն էր։ Այստեղ Լենոնը հավաքում է փորձ, դառնում է խմբի առաջնորդ եւ սիրելի կերպար հանդիսատեսի կողմից։ 1957 թվականի հուլիսի 6-ին The Quarrymen-ը ելույթ է ունենում Վոլթոնում, Սուրբ Պետրոս եկեղեցու տոնավաճառում։ Այդտեղ Լենոնին ծանոթացնում են 15-ամյա Փոլ Մաքքարթնիի հետ։ Հենց առաջին հանդիպման ժամանակ Փոլը ցույց է տալիս իր երաժշտական տաղանդը, նվագում է, երգում է եւ Լենոնին ստիպում է մտածել մեկ բանի մասին. այս տղան կարող է խմբին նոր ուժ տալ։ Փոլը այդ օրը կատարել է Էդի Քոքրենի 20 Flight Rock երգը։ Փոլը միանում է խմբին եւ սկսվում է այն համագործակցությունը, որը հետո կդառնա Beatles-ի ստեղծման հիմքը։ Հաջորդ կարևոր քայլը լինում է 1958 թվականի սկզբին։ Փոլի միջոցով նրանց է միանում Ջորջ Հարիսոնը։ Ջորջը տարիքով փոքր էր, բայց պրոֆեսիոնալ գիտարահար էր, ինչը անհրաժեշտ էր խմբին։ Եթե Լենոնն ու Փոլը բերում էին երգի գաղափար ու կառուցվածք, Հարիսոնը բերում էր հնչողության որակ։ 1960-ականներին խումբը դեռ անուն չուներ։ Այդ ժամանակ ամենահայտնի խմբերից մեկը Buddy Holly The Crickets ծղրիդներ խումբն էր, եւ Լենոնի ընկեր Ստյուարտ Սաթքլիֆը, հետևելով նրանց օրինակին, առաջարկում է Beatle, բզեզ անունը, եւ քանի որ այս բառը նման էր beat բառին, այսինքն rhythm, այս բառախաղի շնորհիվ ծնվում է Beatles անունը։ Եվ հենց այս շրջանում սկսվում է Համբուրգի փուլը։ Այդտեղ նվագելը նրանց համար դառնում է աշխատանք։ Քաղաքը լի էր գիշերային ակումբներով։ Նրանք ամեն օր ելույթ էին ունենում քմահաճ հանդիսատեսի առաջ եւ վատ նվագելու դեպքում կմնային առանց աշխատանքի, ինչը ստիպեց տղաներին ամեն օր ներկայանալ մաքսիմալ հետաքրքիր։ Համբուրգում է ձևավորվում նրանց բեմական կերպարը, կաշվեհագուստներ եւ Braille Cream սանրվածքը, ինչը այդ շրջանում տարածված էր տեղի երիտասարդ արվեստագետների մոտ։ 1969-ի նոյեմբերին Ջորջ Հարիսոնին ստիպում են հեռանալ քաղաքից, որովհետև նրա 18-ը չէր լրացել եւ նա չէր կարող աշխատել։ Հեռանալուց առաջ նա նույնիսկ գիշերը նստում ու Լենոնին ցույց է տալիս իր գիտարային պարտիաները, որ խումբը կարողանա շարունակել առանց նրա։ Մի քանի օր անց Փոլ Մաքքարթնին ու թմկահար Փիթ Բեսթը ձերբակալվում են հրկիզման փորձի կասկածով։ Նրանք ապրում էին փոքրիկ սենյակում, որտեղ լույս չկար եւ մոմ էին վառում, ինչի արդյունքում շորի կտոր էր վառվել եւ հետ թողել պատի վրա։ Սենյակի տերը դա որակավորել էր հրկիզում։ Այդ պատճառով նրանք վերադառնում են Լիվերպուլ։ Համբուրգի այս տարիների արդյունքում է, որ խումբը հետագայում կարողանում է արագ աշխատել, արագ ձայնագրվել եւ բեմում վստահ լինել։ Սա այն հիմքն է, որի վրա հետո կառուցվելու է նրանց մեծ պատմությունը։ Եթե այս ձևաչափը ձեզ դուր է գալիս, սեղմ եք լայք, դա մեզ ցույց կտա, որ նման պատմությունները ձեզ հետաքրքիր են։ Խմբին պետք էր մարդ, ով կտաներ նրանց ճիշտ ուղղությամբ, եւ նրանք չէին լինի միայն փաբերում երգող խումբ։ Այդ մարդը Բրայան Էփշթեյնն էր։ Նա աշխատում էր Նեմս ձայնապնակների խանութում։ Հաճախորդները ամեն օր նրան հարցնում էին My Bonnie երգի մասին։ Դա Համբուրգում ձայնագրված երգ էր, որտեղ Beatles-ը հանդես էր գալիս որպես նվագակցող խումբ։ Էփշթեյնին հետաքրքրում է, թե այդ ինչ խումբ է, որի մասին մարդիկ ամեն օր հարցնում են եւ գնում է Cavern Club առաջին անգամ լսելու նրանց։
Նրանք ունեն բեմական էներգիա, բայց դեռ ամեն ինչ կոպիտ է։ Պետք է այս ամենը գեղեցիկ փաթեթավորել եւ տալ ճիշտ ուղղություն։ Էյնշտեյնը սկսում է անել շատ կոնկրետ քայլեր։ Նա կարգավորում է խումբը, արտաքին տեսքը, բեմական պահվածքը, կարգապահությունը եւ ամենակարևորը սկսում է փնտրել ձայնագրման ստուդիաներ։ Այս շրջանը Beatles-ի համար լի էր մերժումներով։ Ամենահայտնին Decca-ի լսումներ։ Նրանք ձայնագրում են ալբոմ, բայց պայմանագիր չեն ստանում։ Նրանք կարծում էին, որ կիթառային խմբերը դուրս են գալիս նորաձևությունից։ Հետո նրանք հայտնվում են Parlophone label-ում եւ այստեղ է հայտնվում երկրորդ կարևոր մարդը՝ Ջորջ Մարտինը։ Խումբը ստանում է Abbey Road ստուդիա մտնելու շանսը։ Առաջին փորձը լինում է 1962 թվականի հունիսին։ Սա այն պահն էր, երբ նրանք տեսան ինչ է նշանակում պրոդյուսեր, ով ոչ միայն ձայնագրում է, այլ նաև ձևավորում է հնչողությունը։ Ու հենց այս փուլում գալիս է ամենացավոտ, բայց որոշիչ քայլերից մեկը՝ թմկարի հարցը։ Pete Best-ը Beatles-ի հետ էր ստեղծման օրից եւ հրաշալի էր նվագում փաբերում։ Սակայն ստուդիայի աշխատանքը այլ պահանջներ ուներ եւ որոշում են հրավիրել Ringo Starr-ին, ում ճանաչում էին դեռ Համբուրգից։ Նա մեկ այլ խմբի հետ նվագել էր նույն ակումբներում, ինչ Beatles-ը։ Եվ հենց այստեղ էլ ձևավորվում է վերջնական կազմը։ Նրանք ձայնագրում են առաջին սինգլը՝ Love Me Do, բայց հետաքրքիրն այն էր, որ փորձերի արդյունքում ստիպված են լինում հրավիրել թմկահար Andy White-ին, իսկ Ringo-ն նվագում է թամբուրին։ Սա կարևոր դրվագ է, որովհետև ցույց է տալիս, որ Beatles-ը արդեն մտնում է մեծ խաղի օրենքների մեջ, որտեղ պրոդյուսերները արդյունքի հասնելու համար ամեն ինչի պատրաստ են։ Երբ սինգլը վերջապես դուրս է գալիս 1962 թվականի հոկտեմբերի 5-ին, այն միանգամից համաշխարհային հիթ չի դառնում, բայց Beatles-ի երաժշտությունը դուրս է գալիս փաբերից եւ հայտնվում ռադիոյում։ Սա առաջին քայլն էր դեպի մեծ շուկա։ Հաջորդ կարևոր քայլը նրանց առաջին ալբոմն է՝ Please Please Me։ Ալբոմի հիմնական մասը նրանք ձայնագրում են մոտ 13 ժամում 1963 թվականի փետրվարի 11-ին։ Սա պատահականություն չէր։ Սա ակումբներում ժամերով նվագելու փորձն էր, ինչի շնորհիվ ստուդիայում նրանք կարողացան աշխատել արագ եւ կենտրոնացած։ Մեծ Բրիտանիայի ռադիոներում պտտվում էր նրանց երգերը։ Մամուլը նրանց անվանում էր Fab Four, ֆանտաստիկ քառյակ, եւ յուրաքանչյուր նոր ելույթ մեծ իրադարձություն էր։ Beatles-ը այլևս հայտնի դառնալու խնդիր չուներ, նրանց խնդիրը համաշխարհային շուկա դուրս գալն էր։ Եվ հենց այդ պահին ստանում են առաջարկ Ամերիկայից եւ մեկնում այնտեղ։ Ամերիկայում ամեն ինչ արագ է ստացվում։ Նրանք ելույթ են ունենում The Ed Sullivan Show-ում եւ միլիոնավոր մարդիկ առաջին անգամ տեսնում են նրանց։ Այդ երեկոն Beatles-ին դարձնում է ոչ միայն բրիտանական, այլ ամերիկյան զանգվածային երևույթ։ Այս ամենի ապացույցը 1965 թվականի օգոստոսի 15-ին Shea Stadium-ի համերգն էր։ Ստադիոնում 55,000-ից ավել մարդ էր հավաքվել։ Դա դարձավ պատմական պահ։ Ռոքը դուրս եկավ փաբերից եւ գրավեց ստադիոններ։ Հաջորդ նշանակալից քայլը Our World համաշխարհային ուղիղ եթերն էր 1967 թվականին, որտեղ Beatles-ը կատարում է All You Need Is Love երգը եւ այն դիտում են 73 միլիոն մարդ։ Beatlemania սկսվեց այն պահին, երբ մարդիկ Beatles-ի համերգներին չէին գնում միայն երգ լսելու համար։ Նրանք հավաքվում էին իրենց սերնդի ձայնը բարձրացնելու համար։ 60-ականների սկզբին Բրիտանիան ապրում էր պատերազմից հետո ստեղծված իրականության մեջ։ Ընտանիքներում դեռ հիշում էին ռմբակոծություններ, կորուստները։ Երկար տարիների վախը մարդկանց ստիպել էր մնալ տանը եւ սահմանափակել առօրյան։ Իսկ դեռահասները, որոնք մեծանում էին ուրիշ ռիթմով, ուզում էին ապրել ավելի ազատ։ Beatles-ը հենց դա էր տալիս՝ պարզ երգեր, բայց մեծ էներգիա եւ ազատություն։ Տղաներ, ովքեր մարդկանց վերևից չէին նայում։ Այդ պատճառով էլ Beatlemania-ն դուրս եկավ բեմից։ Դահլիճների մոտ սպասող հսկայական խմբեր, ճիչ, հիստերիա, ոստիկանություն։ Շատերն անգամ լիովին չէին լսում երգ աղմուկի պատճառով։ Բայց դա չէր կարևորը։ Կարևորը հենց արձագանքն էր։ Ճիչը դառնում էր լեզու ու լարվածությունը դուրս հանելու եւ միասին լինելու համար։ Ու հենց այստեղ թերթերը, ռադիոն, հեռուստատեսությունը սկսեցին պատմել ոչ միայն երաժշտության, այլ հենց այդ հասարակական վարքի մասին։ Եվ երբ մամուլը ամեն օր պայթում էր այս լուրերից, մարդիկ գալիս էին նաև համոզվելու համար, դա իրական է թե ոչ։ Beatles-ը այդ ալիքը արագացնում էր նաև իր խոսքով։ Նրանք չէին մտել աստղային կերպարի մեջ, լրագրողների հարցերին պատասխանում էին կարճ, սուր, հաճախ կատակով։ Այդ հումորը մարդկանց համար կարևոր էր, որովհետև խմբին դարձնում էր ավելի մոտ ու բնական, ոչ թե անհասանելի։ Օրինակ, այն հարցին, թե ինչու այլևս փողկապ չեք կրում, Լենոնը պատասխանում է. մենք հասկացանք, որ փողկապը երաժշտությանը չի օգնում։ Կամ ինչպես է կոչվում ձեզ սանրվածքը հարցին, նրանք պատասխանել են Արթուր։ Ինչից հետո այս սանրվածքը էլ ավելի մեծ տարածում գտավ։
Նրանց ասած ամեն մեկ բառը կարող էր վերածվել սկանդալի, որովհետև դա Beatles-ն էր ասել։ Լենոնի հայտնի ելույթը բարձրաշխարհիկ հանդիսատեսի առաջ, երբ նա ասում է «Էժան տեղերում նստածներ ծափ տվեք, մնացածը զարդերը թափ տվեք»։ Ուղիղ ծաղրանք էր դասային տարբերությանը։ Մարդիկ շոկ էին ապրում, որովհետև սովոր չէին լսել բեմից այդքան ազատ ու սարկաստիկ խոսք։ Եվ հենց այդպիսի պահերն էին Beatles-ին դարձնում ոչ միայն պարզապես երաժիշտներ, այլ մի ամբողջ սերնդի ձայն։ Արդյունքում Beatlemanիան փոխեց նաև մեդիայի կանոնները Բրիտանիայում։ Այս ամենի հետ մեկտեղ Beatles-ի շուրջ սկսեցին ձևավորվել դավադրության տեսություններ։ Նրանց այսքան պարզ եւ հասանելի լինելը շատերի մոտ կասկած առաջացրեց, եւ նրանք սկսեցին փնտրել ավելին, քան կա։ Շատերը մտածում էին, որ նրանց երգերում թաքնված հաղորդագրություններ կան, եւ սկսեցին նրանց երգերը վինիլների վրա լսել հակառակ կողմից, այսինքն վերջից սկիզբ։ Նրանք պնդում էին, որ Revolution 9 երգում, որտեղ կրկնվում է Number 9 արտահայտությունը, հետադարձ լսելիս ստացվում է Turn Me On Dead Man, արթնացրու ինձ մեռած մարդ արտահայտությունը։ Ու հենց սրանից էլ ծնվեց լեգենդ, որ 1966 թվականին Փոլ Մաքքարթին մահացել է ավտովթարից, իսկ խումբը նրան փոխարինել է նմանակով։ Սա դարձավ միջազգային աղմուկ, մարդիկ սկսեցին հավաքել ապացույցներ ու տարածել դրանք։ Ամենահայտնի ապացույցը կապում են ալբոմների շապիկների հետ, հատկապես Abbey Road շապիկի լուսանկարի։ Դավադրության կողմնակիցները դա ներկայացնում էին որպես թաղման երթ։ Նրանց համար առաջին նշանը այն էր, որ Փոլը լուսանկարում ոտաբոբիկ է։ Նրանք ասում էին, որ սա մահվան խորհրդանիշ է։ Երկրորդը Փոլի ձեռքի սիգարետն է, որը նա բռնել է աջ ձեռքով, մինչդեռ նա հայտնի է որպես ձախլիկ։ Նրանք պնդում էին, որ սա նմանակի սխալն է։ Երրորդը ճանապարհի կողքին կանգնած Beatles-ի սպիտակ մեքենայի համարալիշի 28 թիվն էր։ Եթե նա կենդանի լիներ, ալբոմի թողարկման ժամանակ կլիներ 28 տարեկան։ Իսկ Strawberry Fields Forever երգի վերջում Լենոնի մրմնջոցը շատերը լսում էին որպես I buried Paul, ես Փոլին թաղել եմ։ Իսկ հետո տարիներ անց Լենոնը բացատրել է, որ իրականում ասել է Cranberry Sauce, լորամրգի սոուս։ Եղել է վարկած, որ խումբը երբեք գոյություն չի ունեցել։ Նրանք դերասաններ էին, իսկ ձայնագրությունները արել են այլ մարդիկ։ Իսկ ոմանք ասում էին, որ Beatles-ը պարզապես խումբ չէր, այլ նախագիծ։ Իբր նրանց հաջողությունը կառավարել են գաղտնի ծառայությունները, կամ որ խումբը ստեղծվել է հասարակության վրա ազդելու համար։ Նրանց կապում էին նաև MI6 Բրիտանիայի արտաքին հետախուզության հետ։ Սա պետական ծառայություն է, որը զբաղվում է արտասահմանում տեղեկատվություն հավաքելով ու արտաքին անվտանգության հարցերով։ Բայց իրական պատճառը, թե ինչու էին Beatles-ին կապում նման կառույցների հետ, ավելի պարզ է։ 60-ականները սառը պատերազմի տարիներն էին, երբ մարդիկ ամեն ինչի մեջ կարող էին տեսնել քարոզչություն կամ զանգվածների կառավարման փորձ։ Beatles-ը մի քանի տարում փոխեց երիտասարդների վարքագիծը, սանրվածքը, հագուստը, ինքնության զգացումը։ Եվ շատերի համար այդ փոփոխությունը այնքան մեծ էր, որ նրանք չէին հավատում, որ միայն երաժշտությունը կարող էր դա անել։ Կարծում ես սրանք իրական փաստեր են, թե մարդկանց երևակայության արդյունք։ Գրիր քո կարծիքը մեկնաբանություններում։ Beatles-ի ամենահայտնի սկանդալներից մեկը Ջոն Լենոնի «Մենք ավելի հայտնի ենք, քան Հիսուսը» արտահայտությունն էր։ Նա դա ասել էր որպես դիտարկում իր ժամանակի մասին, բայց երբ սա հայտնվեց ամերիկյան մամուլում, մեկնաբանությունը դուրս եկավ համատեքստից ու հարվածեց ամենազգայուն կետին՝ կրոնին։ Ամերիկայում հատկապես պահպանողականների շրջանում դա ընկալվեց որպես վիրավորանք։ Ռադիոկայանները սկսեցին հրաժարվել Beatles-ի երգերը եթերում միացնելուց։ Մարդիկ կազմակերպում են բողոքի ակցիաներ, հրապարակներում վառում են Beatles-ի սկավառակները, պաստառները։ Դժգոհությունը վերածվել էր զանգվածային հիստերիայի։ Լենոնը ստիպված եղավ հրապարակային պարզաբանել իր ասածը եւ ներողություն խնդրել, որովհետեւ իրավիճակը դուրս էր եկել սահմաններից։ Հաջորդ սկանդալը 1966-ին ԱՄՆ-ում թողարկված Yesterday and Today ալբոմի սկզբնական շապիկն էր։ Լուսանկարը մամուլը համարեց սարսափելի ու անընդունելի։ Խանութները հրաժարվեցին վաճառել ալբոմը եւ նրանք ստիպված եղան արագ փոխել նկարը։ Եղավ նաև քաղաքական սկանդալներ։ Ֆիլիպիններում խումբը չմասնակցեց առաջին տիկնոջ կազմակերպած ընդունելությանը։ Դա ներկայացվեց որպես վիրավորանք։ Տեղական մեդիան արագ սրեց պատմությունը, հանրային վերաբերմունքը կտրուկ փոխվեց եւ նրանք արագ հեռացան այդտեղից։ Իսկ երբ Փոլ Մաքքարթին հրապարակային խոսեց, որ փորձել է թմրանյութեր, դա դարձավ մեծ քննարկում ոչ թե այն պատճառով, որ նման թեմաները առաջին անգամ էին հայտնվում հանրային դաշտում, այլ որովհետև դա ասում էր մի մարդ, որի շուրջ հավաքված էր մի ամբողջ սերունդ։ Փոլը ստիպված եղավ նույնիսկ նշել, թե քանի անգամ է փորձել, որպեսզի թեման չվերածվի անվերջ լուրերի ու չափազանցումների։ Paul, how often have you taken LSD? 4 times.
Այս բոլոր պատմությունները խոսում են մի բանի մասին, երբ դու այս մասշտաբի երևույթ ես, հասարակությունը քեզ է սկսում է խոսել պահանջատիրական տոնով, ուզում է, որ դու միաժամանակ լինես սիրելի, ճիշտ, վստահելի եւ ամենակարևորը հասկանալի։ John, there's a rumor in the news of the Beatles paper that you might be leaving the group. Rubbish. I'm Absolutely. contracted. Լենոնն ու Մաքքարթին երկար տարիներ աշխատում էին մեկը մյուսին լրացնելով։ Նույնիսկ երբ գաղափարները տարբեր էին լինում, նրանք սովոր էին իրար լսել ու շտկել թերությունները միասին։ Բայց Beatles-ի հաջողություններից հետո եւ նրանց որպես երաժիշտ ավելի կայանալուց հետո սկսեց երևալ մի պարզ բան։ Նրանք նույնքեւ չէին պատկերացնում, թե ինչպես պետք է ստեղծագործել եւ ինչպես պետք է աշխատել ստուդիայում։ Փոլը սովորաբար գնում էր կառուցողական ճանապարհով։ Նա սիրում էր, որ երգը հստակ ձև ունենա, առանց էքսպերիմենտների, եւ եթե պետք էր, երգից մի փոքր հատվածը կրկնում էին այնքան, մինչև իդեալական ստացվեր, այլապես ոչ ոք տուն չէր գնում կամ փորձը չէր դադարեցվում։ Ջոնը ավելի էմոցիոնալ էր մոտենում այս ամենին։ Եթե ստեղծագործական ներշնչանք չկա, նա չէր սիրում աշխատել։ Եթե նրան դուր չէր գալիս նոր երգը, կարող էր կոպիտ արտահայտվել կամ պարզապես հեռանալ ստուդիայից։ Օրինակ, Օբլադի Օբլադա երգի վրա Փոլը աշխատում էր մանրակրկիտ, իսկ Ջոնը բացահայտ չէր սիրում այդ երգի մեղեդին, ասելով, որ սա չափազանց պարզունակ երգ է։ Նրանք աստիճանաբար սկսեցին տարբեր կերպ պատկերացնել խմբի երգերի կառուցվածքը եւ հնչողությունը։ Այս ամենը մենք կարող ենք տեսնել Get Back վավերագրական ֆիլմում։ Շատ անգամ հենց այս տարբերության շնորհիվ ծնվում էին նաեւ հանճարեղ երգեր։ Hey Jude-ը դրա ամենավառ եւ մարդկային օրինակն է։ Hey Jude, don't make it bad. Երբ Ջոն Լենոնը բաժանվում էր առաջին կնոջից, Սինթիա Լենոնից, Փոլը գնում է նրանց տուն, տեսնելու Ջոնի փոքր տղային, Ջուլիանին։ Ճանապարհին էլ նրա մեջ ծնվում է մի պարզ միտք, երեխային պետք է ինչ-որ բան ասել, որ նա չկոտրվի։ Այդ պատճառով երգը սկզբում կոչվում է Hey Jules, հետո Փոլը փոխում է անունը դարձնելով Hey Jude, որպեսզի ամեն ինչ բացահայտ չլինի։ Երգի ուղերձն էլ հենց այդտեղից է գալիս, վերցրու այն, ինչ ցավ է պատճառում, եւ վերածիր այն ուժի։ Ժամանակի ընթացքում փոխվեց նաև ստուդիայի մթնոլորտը, երբ Լենոնի կողքին ավելի հաճախ սկսեց լինել Յոկո Օնոն։ Beatles-ի համար ստուդիան տարիներով եղել էր իրենց փակ տարածքը, իսկ երբ այդ տարածքում մշտապես կա մեկ այլ մարդ, ով նաև փորձում է խառնվել ստեղծագործական ընթացքին, այդ փոփոխությունն ինքնին արդեն լարվածություն էր առաջացնում, հատկապես այն զույգի մոտ, որը սովոր էր ամեն բան քննարկել տեղում ու առանց միջնորդների։ So just straight in at the first verse. Mother Mary comes to me, let it be. All right. Լենոնն ու Մաքքարթնին երկար ժամանակ միասին ստեղծում էին մի ամբողջ աշխարհ, բայց հենց այդ մեծության մեջ ավելի պարզ երևաց, թե որքան տարբեր են նրանց բնավորությունները, աշխատանքի տեմպը եւ երաժշտության լեզուն։ Երբ ամեն օր պետք է ստեղծես նոր բան, այդ տարբերությունները կամ դառնում են շարժիչ ուժ, կամ սկսում են հոգնեցնել։ Beatles-ի բաժանումը սկսվում է Բրայան Էփշթեյնի մահից հետո, երբ խումբը մնում է առանց մենեջերի, ով կազմակերպում էր ամեն ինչ՝ ֆինանսներ, պայմանագրեր, ձայնագրություններ եւ ամենակարևորը՝ հարթում էր բոլոր վեճերը։ Նրա բացակայությունից հետո ամեն ինչ սկսվեց լուծվել խմբի ներսում՝ երաժշտություն, փող, իրավական հարցեր։ Նրանք ստեղծում են Apple Corps-ը, որպես Beatles-ի ֆինանսների կառավարման, ստեղծագործական եւ նոր արտիստների աջակցման կենտրոն։ Սակայն սխալ կառավարման եւ հետեւողական չլինելու պատճառով ընկերությունը կրում է ֆինանսական կորուստներ։ Ամենահայտնի օրինակներից մեկը Apple Boutique-ն էր Լոնդոնում։ Դրա բացումը մեծ աղմուկ հանեց, բայց շուտով պարզվեց, որ բիզնեսը չի աշխատում, կորուստները մեծ են։ Խանութը փակվեց, իսկ վերջին օրերին ապրանքը ուղակի բաժանում էին մարդկանց։ Նրանք ներս էին մտնում ու վերցնում էին այն, ինչ կարող էին։ Նրանց պետք էր մարդ, ով ճիշտ կկառավարեր խմբի ֆինանսները։ Փոլը առաջարկեց իրավաբան Լի Իսթմանին, ով իր կնոջ Լինդա Իսթմանի հայրն էր։ Իսկ տղաները դեմ էին, կարծում էին, որ Փոլը ցանկանում է կառավարումը վերցնել իր ձեռքը։ Նրանք առաջարկեցին Ալեն Քլայնին, եւ հենց նա էլ ընտրվեց ֆինանսների կառավարիչ։ Պատմության այս հատվածում ուշադրությունը տեղափոխվում է ֆինանսների կառավարման եւ կարևոր որոշումների վրա։ Երբ հաջողությունը մեծ մասշտաբ է ստանում, առաջանում են հարցեր, որոնք պահանջում են հստակ կառուցվածք, պատասխանատվություն եւ երկարաժամկետ մտածողություն։ Այստեղ որոշումները դառնում են ոչ միայն ընթացիկ, այլ նաեւ ապագան ձևավորող։ Wilco Wealth Management-ը աջակցում է մարդկանց այսպիսի փուլերում, երբ անհրաժեշտ է համակարգված մոտեցում եւ վստահելի խորհրդատվություն։ Նրանց աշխատանքի հիմքում է ներդրումների, ակտիվների կառավարման, հարկային ու իրավաբանական խորհրդատվության համադրված մոտեցումը, որտեղ յուրաքանչյուր որոշում նախագծվում է այնպես, որ այն աշխատի հաճախորդի օգտին եւ ստեղծվի վստահություն ապագայի հանդեպ։
Մանրամասների համար թողնում ենք հղումը, կարող եք անցնել եւ ծանոթանալ Wilco Wealth Management-ի գործունեությանը։ Beatles-ի երգերի հրատարակչական իրավունքների մեծ մասը պատկանում է Northern Songs ընկերությանը։ 1969-ին ընկերության հիմնական բաժնետերերը իրենց բաժնեմասը վաճառեցին ATV-ին, առանց Լենոնին ու Մաքքարթնիին նախապես տեղեկացնելու։ Նրանք փորձեցին պայքարել վերահսկողության համար, բայց ի վերջո երգերի հրատարակչական վերահսկողությունը անցավ ATV-ի ձեռքը։ Հետո 1985-ին այդ իրավունքների փաթեթը ATV-ից գնեց Մայքլ Ջեքսոնը։ Հետագայում Sony-ն միավորվեց ATV-ի հետ եւ 2016-ին Ջեքսոնի ժառանգներից գնեց ամբողջ իրավունքները։ Փոլ Մաքքարթնին դիմեց դատարան եւ 2017-ին Sony ATV-ի հետ հասավ գաղտնի համաձայնության։ Նրանց վերջին համատեղ ալբոմը եղավ Let It Be։ Let it be, let it be, let it be. Հենց այս փորձերի ընթացքում ավելի պարզ երևաց, որ խումբը նույն ձևով չի աշխատում։ Քանի որ 4-ն էլ արդեն կայացել էին որպես անհատ երաժիշտներ, նրանք այլ սպասումներ եւ դերակատարում էին ուզում ունենալ խմբում։ Ringo-ն դեռ White ալբոմի շրջանում հեռացել էր խմբից, բայց 2 շաբաթ անց վերադարձել։ Այս քայլը կարևոր ազդանշան էր։ Եթե ամենահանգիստ մարդը չի դիմանում ու գնում է, նշանակում է ներսում մթնոլորտը ծանրացել է։ Նա կարծում էր, որ խմբին այլևս դուր չի գալիս իր նվագը։ Let It Be-ի փորձերի ժամանակ Ջորջ Հարիսոնը նույնպես մի պահ դուրս եկավ պրոցեսից։ Վերադարձավ, բայց փաստը ցույց տվեց, որ նա արդեն չէր ուզում լինել երրորդ պլանում։ Տարիների ընթացքում նա բազմաթիվ հրաշալի երգեր էր գրել եւ ցանկանում էր, որ դրանք ավելի շատ ներառվեին ալբոմներում։ Լենոնն ու Մաքքարթնին էլ արդեն տարբեր կերպ էին պատկերացնում ինչ է Beatles-ը հիմա։ Լենոնը ուզում էր, որ խումբը նոր ուղղությամբ շարժվի առաջ, իսկ Փոլը հակառակը ավելի պահպանողական էր։ Առաջին հայտարարությունը եղավ խմբի ներսում։ Լենոնը ժողովի ժամանակ ասաց, որ ուզում է հեռանալ։ Սկզբում դա չհրապարակեցին, որովհետև դեռ ընթացքի մեջ էին պայմանագրերն ու պարտավորությունները, եւ բոլորը հասկանում էին, եթե դուրս գա մամուլ, ամեն ինչ միանգամից կպայթի։ Հետո Փոլը առաջ է ընկնում Լենոնից եւ առաջին անգամ իր հարցազրույցի ժամանակ ասում է, որ այլևս չի տեսնում Beatles-ի հետ իր ապագան եւ սկսում է սոլո կարիերա։ Հետո որոշում է դիմել դատարան, պահանջելով օրինական ճանապարհով լուծարել Beatles-ի գործընկերությունը եւ նշանակել պաշտոնական կառավարիչ, որպեսզի փողերը վերահսկվեն մինչեւ վերջնական բաժանումը։ Գործը ներկայացվեց 1970 թվականի դեկտեմբերի 31-ին։ Դատարանում առանցքային հակասությունը վերաբերում էր Ալեն Քլայնի նշանակմանը, որը իրականացվել էր 3 անդամների որոշմամբ եւ որը ըստ Փոլի վտանգի տակ էր դնում խմբի եկամուտներն ու իրավունքները։ Դատավարությունից հետո Փոլը հաջողության հասավ։ Նշանակվեց պաշտոնական վերահսկողություն մինչև խմբի վերջնական լուծարումը։ Փոլը դատարան գնաց ոչ թե նրա համար, որ ավելի շատ գումար վերցնի, այլ որ օրենքով փակվի այդ անորոշ վիճակը։ Նրա պահանջը շատ պարզ էր։ Եթե մենք այլևս միասին չենք աշխատում, ապա պետք է պաշտոնապես դադարեցնենք գործընկերությունը եւ ֆինանսական վերահսկողությունը ժամանակավորապես հանձնենք անկախ կողմի, որպեսզի մեզնից ոչ ոք չտուժի։ Դա ավելի շատ ֆինանսները կարգավորելու քայլ էր, ոչ թե ընկերների դեմ պատերազմ սկսելու։ Այո, մյուսները դա վատ ընդունեցին, բայց առանց իրավական լուծման Beatles-ի փողերը կարող էին շարունակել շրջանառվել սխալ որոշումներով, սխալ պայմանագրերով, հարկային խնդիրներով։ Իսկ դա արդեն վնաս էր բոլորի համար։ Beatles-ի բաժանումը հանրության համար սկսվեց Փոլի 1970-ի հայտարարությունից, բայց իրական վերջակետը դրվեց տարիներ անց, երբ գործընկերության լուծարման փաստաթղթերը ստորագրվեցին 1974-ի դեկտեմբերի 29-ին, իսկ վերջին ստորագրությունը դրեց Ջոն Լենոնը։ Բաժանումից հետո Beatles-ի 4 անդամները շարունակեցին տարբեր ճանապարհներով, բայց բոլորը մնացին հանրային դաշտում։ Փոլ Մաքքարթնին սկսեց սոլո կարիերա, հետո ստեղծեց Wings խումբը ու 70-ականներին դարձավ ամենաակտիվ ու կոմերցիոն խմբերից մեկը մեծ շրջագայություններով ու հիթերով։ Ջորջ Հարիսոնը բաժանումից հետո թողարկեց All Things Must Pass ալբոմը, որտեղ կային երգեր, որոնք տարիներ շարունակ տեղ չէին գտել Beatles-ի ալբոմներում։ Հետո նա կազմակերպեց առաջին բարեգործական համերգներից մեկը՝ Concert for Bangladesh-ը։ Ringo Starr-ը նույնպես սկսեց սոլո կարիերա, ունեցավ բազմաթիվ հիթեր, իսկ ավելի ուշ ստեղծեց Ringo Starr and His All Star Band ձևաչափը, որը գործում է երկար տարիներ։ Իսկ ամենածանր ու ցավոտ վերջակետը կապված է Ջոն Լենոնի հետ։ Նա 70-ականներին ունեցավ բուռն ստեղծագործական շրջան։ Այդ տարիներին ստեղծվեց Imagine ալբոմը եւ երգը։ Հետո հեռացավ հրապարակային կյանքից, բայց 1980-ին նորից ակտիվացավ։ Այդ տարվա դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում Լենոնին սպանեց մոլագար երկրպագու Մարկ Դեվիդ Շեփմենը նրա տան Դակոտա շենքի մոտ։ Հետագայում տարբեր հարցազրույցներում ու նիստերում նա իր քայլը կապել է նաև հայտնի դառնալու մոլուցքի եւ Լենոնի նկատմամբ անձնական դժգոհության հետ։
Նա ստացավ ՑՄ ազատազրկում 20 տարի անց ներման իրավունք խնդրելու վճռով։ Do you listen to his music? If it's on the radio, I'll listen to it. I did have some tapes, but recently, let's say 2 months ago, I had to get rid of them. I just didn't want them in my cell. Beatles-ը պարզապես լավ երգեր չստեղծեց։ Նրանք փոխեցին երաժշտության ստեղծման եւ ընկալման ամբողջ մեխանիզմը։ Դարձան մի ամբողջ սերնդի ձայն, այլ ոչ թե միայն հիթեր արտադրող նախագիծ։ She's got a ticket to ride. Beatles-ը առաջիններից էր, որ ալբոմը չդիտարկեց որպես առանձին երգերի հավաքածու։ Հատկապես Revolver եւ Sgt. Pepper's ալբոմներում բոլոր երգերը կապված էին միմյանց հետ եւ միասին կազմում էին մեկ ամբողջական գաղափար ու հնչողություն, ինչն այդ ժամանակվա ալբոմներում գրեթե չէր հանդիպում։ Նրանք մինչ այդ թողարկած սինգլները չէին ներառում ալբոմներում, որպեսզի մարդիկ նույն երգի համար 2 անգամ չվճարեն։ Ստուդիայում նրանք արեցին այն, ինչ մինչ այդ թվում էր անհնար։ Այն դարձավ փորձարկումների եւ նոր հնչողություն ստեղծելու համար տարածք։ Tomorrow Never Knows-ում կիրառված ձայնի մանիպուլյացիաները եւ ոչ ավանդական գործիքները հետագայում դարձան հիմք ռոքի եւ էլեկտրոնային երաժշտության համար։ Beatles-ը փոխեց համերգների մասշտաբը։ Նրանք առաջին խմբերից էին, ում ելույթները դառնում էին մասսայական մշակութային իրադարձություններ։ Shea Stadium-ի համերգը ցույց տվեց, որ ռոք խումբը կարող է լցնել մարզադաշտ, ինչը մինչ այդ աներևակայելի էր։ Beatles-ի շնորհիվ փոխվեց նաև երաժիշտների դերը։ Նրանք պայքարեցին հեղինակային իրավունքների վերահսկողության համար, դարձան արտիստներ, ովքեր գրում, կատարում եւ որոշում են իրենց ստեղծագործության ճակատագիրը։ Նրանց շնորհիվ խմբերը սկսեցին մտածել երկարաժամկետ ստեղծագործական ճանապարհի մասին, ոչ թե սահմանափակվել մեկ ալբոմի կամ երգի հաջողությամբ։ Եթե քեզ հետաքրքիր են նման պատմությունները, բաժանորդագրվի Zoo Story YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնես հաջորդ թողարկումները։ Beatles-ը միայն սկանդալների, ալբոմների վաճառքի կամ հայտնի լինելու մասին չէ։ Beatles-ը ձևավորեց այն լեզուն, որով այսօր խոսում է ժամանակակից երաժշտությունը։ Երբ մինչ այսօր մարդիկ փողոցներից մինչև ամենամեծ մարզադաշտեր երգում են Beatles-ի երգերը, դա նշանակում է, որ պատմությունը շարունակվում է, որովհետև այդ երգերը վաղուց դուրս են եկել իրենց ժամանակից։ Նրանք սկսեցին Լիվերպուլի փոքր բեմերից եւ ավարտեցին այնտեղ, որտեղ քչերն են հասնում, դառնալով համաշխարհային մշակույթի մի մաս, փոխելով խաղի կանոնները։